Հայկական տարազով աղջիկները գառնու ավանդական հացն ու աղը պատվավոր հյուրերին են սպասում։ Ամեն օր գառնիի բերդն ու հեթանոսական տաճարը տեսնելու համար հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում, սակայն օտար երկրի նախագահը իր կնոջ հետ այստեղ ամեն օր չես տեսնի։ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին դուր է գալիս գառնու հացը, այնքան, որ իր ձեռքով հյուրասիրում է իրեն ուղեկցող պատվիրակության բոլոր անդամներին։ Մինչև տաճար հասնելը էքսկուրսավարը ծանոթացնում է, սա հայ ժողովրդի հեթանոսական շրջանի կոթողներից է, որոշ տվյալներով հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 2166 թվականին Հայկ Նահապետի ծոր Գեղամի կողմից։ Սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Հետագայում քրիստոնեության տարածումից հետո գառնիի տաճարը դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ Խոսրով Դուխտի ամառանոցը։ Տաճարի աստիճանները դժվարամատչելի են, բայց Ավստրիայի առաջին տիկին Մարգիտ Ֆիշերին չեն կանգնեցնում։ Դեռ Հայաստան այցելելուց առաջ էին վճռել պաշտոնական այցի 3 օրերը, հնարավորինս օգտագործելու են հնագույն այդ ժողովրդի մասին ավելի շատ բան իմանալու համար։ Մենք իհարկե Հայաստանում ենք Հայաստանի նախագահի հրավերով։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ մի քանի համաձայնագրեր ենք ստորագրել, բայց այս ընթացքում նաև մշակութային մեծ բավականություն ստացանք, ծանոթացանք իրական գանձերին։ Ինչպես կարելի է հասնել գառնի ու չտեսնել Գեղարդի միակուր քարից կերտված վանքը։ Քրիստոնեության ժամանակաշրջանին պատկանող այս կոթողից ավստրիացի պատվիրակներն ավելի տպավորված են։ Ավստրիայի նախագահին այստեղ հետաքրքրում է ամեն ինչ, յուրաքանչյուր քարի պատմություն լսում է հաճույքով։ Վանքի վերևի հատվածում ժայռափոր սենյակում հյուրերին մեկ այլ անակնկալ էր սպասվում՝ ակուստիկ աներևակայելի պայմաններում հոգևոր երգչախմբի ակապելլա շարականները։ Շատ տպավորված եմ, այս վանքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար է արժեքավոր։ Դե իսկ երգչախմբի աղջիկներն անկրկնելի երգեցին։ Նրանց ձայներն ուղղակի երկնային էին։ Ես ընդհանրապես ցնցված եմ, ձեր ընդունելությունը, հյուրասիրությունն ուղղակի արտակարգ էր։ Իսկ լրագրողներն էլ շատ ժպտերես են։ Ավստրիայում այդքան բարեհամբույր լրագրողների չեմ հանդիպել։ Տեր և տիկին Ֆիշերները Գեղարդի վանքում մոմ վառեցին, իսկ հրաժեշտից առաջ հուշանվեր ստացան։ Հայերի հարուստ պատմությունը, մշակույթը, հյուրընկալությունը, լրագրողների ջերմ ժպիտները, Գեղարդի համեղ չիրն ու գաթան ամենավառ տպավորություններն են, բայց կարևոր ձեռքբերումը Հայնց Ֆիշերը համարում է այն, որ հիմա ավելի լավ է պատկերացնում մեր խնդիրները, հատկապես Ղարաբաղի հարցը։ Խոստանում է, երբ վերադառնա հայրենիք, Ավստրիան պաշտոնապես կաջակցի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։